Չկա այդպիսի քույր, եղբայր, ամուսին կին, որ երբեք չուզենա, որ իր տան մեջ Աստծո օրհնությունը լինի։ Կա այդպիսի մեկը չկա։ Սովորաբար գիտենք, որ կա օրհնություն, դրա հակառակը գիտեք։ Բոլորս էլ ուզում ենք, որ մեր տան մեջ Աստծո օրհնությունը լինի։ Իսկ օրհնություն այնպես չի գալիս։ Օրհնությունը գալիս է, որտեղ միաբանություն կա։ 33 Սաղմոսում ոնց է լինում այդ օրհնությունը գրված է ազնիվ յուղի նման։ Գրված է այնքան շատ իջավ միջև զգեստի ծայրը։ Եվ այդպես է գրված, Տերը այնտեղ հաստատեց օրհնությունը ու կյանքը հավիտյան։ Միաբանությունը նա չի, որ իրար կողքի նստած է։ Միաբանությունը է, որ իրար սրտոց միաբան են։ Սրտացավ են իրար նկատմամբ։ Իրանց մեջ սեր կա։ Իրանց մեջ խաղաղություն կա։ Դա գալիս է Սուրբ Հոգու միջոցով։ Սա օդից չի գալիս, սա գալիս աղոթքի կյանքից։ Ամուսնու կնոջ միաբանությունից ընտանիքները օրհնվում, երեխեք օրհնվում են։ Երեխեքի մեջ հոգևոր կյանք է լինում։ Եթե դու մտածում ես վերջերջով քո կինն է, նաև Աստծո աղջիկ է, եւ դու Աստծո տղա ես։ Ոմանք մտածում են, թե պետք է աշխարհի մեկը կպնի մեր մազին, նոր կպնում Աստծո աղջիկի բիբին։ Այդպես է գրված։ Անհավատը չհասկանալով անում, հավատացյալը հասկանալով անում։ Եղել է եղբայր կնոջ հետ ջուր են արել, հողամասում աշխատել են ջուր են արել։ Իմացել են, որ այդ եղբայր ամուսինը կնոջը լապատկով խփել է, ջղայնացել է։ Ինչ որ մի բան ասել չի լսել, լեփ խփել է։ Հիմա այդ եղբայր հարցում ասում է, եղբայր, սենց բան եղել է, որ դու լապատկով խփել ես կնոջդ։ Այ եղբայր ջան, ինչ ես ասում, հո սուր կողմով չեմ խփել, տապակ կողմով եմ խփել։ Տապակ կողմով խփել, դա ավետարանական է, դա խրատ է, դա լավ է, Աստված ընդունում է։ Ես մի բան խնդրեմ քույրեր առաջերտին։ Ձեր մասին շատ սուր գրքում գրված է։ Իմաստուն կանանց մասին, առակացում հիշում եք վերջի գլխում գրված է։ Նա գոհարներից ավելի շատ է։ Այն կինը, որ իմաստուն է, այն կինը, որը խոհեմ է, այն կինը, որ լեզվանի չէ, այն կինը, որ սովորաբար համեստ է։ Գրված է նախկինում սուրբ կանայք, որոնք իրանց հույսը Աստծո վրա դրած էին։ Այդպես է զարտարում իրանց։ Սրտի ծածուկ մարդ հեզ ու հանդարտ օքի, որ դրանով կարողանաք օգնել ձեր ամուսներին, ձեր ընտանիքին։ Գաղտնիք հավատքով եւ աղոթքի կյանքից է գալիս։ Ինչքան դու Տիրոջ հետ մտերիմ ես, այնքան Տիրոջ բնությանը դու հաղորդ ես։ Պետրոս առաքան ասեց. Աստված որ մեզ կանչել է, փառքով առաքինությունով վերավիրեց եւ տվեց ամենամեծ պատվական խոստմունքները, որպեսզի աստվածային բնությանը հաղորդ լինեք, ոչ թե տեղյակ լինեք։ Ամուսին կին կա, որոնք սովորաբար իրար հետ չկա այդ հարազատություն, իրար հետ չեն կարող կիսվել, իրար հետ չեն էլ աղոթք անում։ Ուզում են, որ տան մեջ օրհնություն լինի, այդ օրհնություն չի լինի, սպասեք։ Առաջին ասում է խոհեմությունով իր այդ բնակվեք, որ ձեր աղոթքին արգելք չլինի։ Ինչ է գրված կին ամուսին մեկ մարմին։ Երբեք դու քո մարմնին չես ծեծում, քո մարմնի վրա ձեռ չես բարձրացնում, քո մարմնին չես անարգում։ Հիմնական սովորաբար շատ կանայք վիրավորում են իրանց ամուսինները, իրանց հետ լավ չեն վերաբերվում, կոպիտ են վերաբերվում։ Ինչ որ դուք անում եք, Տիրոջն եք անում։ Եթե դու քնոջն ես անում, նշանակում է Աստծո զավակ է։ Աստծո զավակի նկատմամբ ուշադիր պետք է լինեք։ Հարազատ եղեք։ Քաղցրություն ցույց տվեք, վերջ